գնահատական տա, ով ամ ձեռը բռնի։ Պարոն վարչապետ, Թեկուզ 100 հատ, բայց ավարտվի։ Սահմանազատման հետ կապված դուք ասացիք, որ պետք է անցնել ներպետական ընթացակարգերով, փաստաթուղթը որպես ինչ է վավերացվելու, այսինքն իրավական ինչպիսի բան է ունենալու, ինքը պայմանագիր է, այդ մի քիչ կմանրամասնեք, դրա մասին հասկանալի չի, եւ կոնկրետ կառավարության մասին նշված էր ազգային ժողով, հետո էլ ինչ սահմանադրական դատարան, այս մասով, եւ դուք նաեւ ասացիք, որ չհստակեցրեցիք թրիփի հետ կապված, այսինքն հստակ է, որ սկզբում այդ հատվածն է սահմանազատվելու, հետո արդեն այն ուղղությունը, որի սկզբանե որոշված էր, թե այստեղ դեռ հստակություն չկա։ Եվ դուք նաև ուզում եմ հարցնել Գյումրիից, Գյումրիում հայտարարվեց, որ հանրապետության հրապարակում նաև վարչաբենդն է նվագելու, վերջին պահին, չգիտես, հայտնի չի ինչ պատճառով, կխնդրեի ասեիք ինչու տեղի չունեցավ ձեր այնտեղ համերգը, այսինքն ձեր կատարումը չեղավ բեմից, եւ ցեղասպանության Թանգարան ինստիտուտի էջում հրապարակվել էր կաթողիկոսի այցի մասին մամուլի հաղորդագրություն, մի քանի ժամ անց հեռացվեց, այստեղ դուք որևէ առնչություն ունեք այդ գործընթացի հետ, այսինքն հնարավոր է դա էլ է ձեր ցուցումով եղել, եւ պարոն վարչապետ դուք նաեւ զգուշացրեցիք, որ կհեռացվեն այս 5-րդն է ու վերջ, դուք նաեւ զգուշացրեցիք, որ որևէ դեպքում, եթե քաղաքացիներին վարչական ռեսուրսի եւ այլ չարաշահման դեպքերով ինչ որ հանրահավաքներ եւ այլ ցանկացած ինչ որ process լինի, այս ընտրական փուլում կհեռացվեն աշխատանքից, ականատես դիտորդական առաքելությունը ահազանգել թե Գյումրիում եղել են ուղղորդման դեպքեր, նույն այդ համերգին, որին ելույթ եք ունենում, եւ նշվել էր, որ դպրոցների ու նախակրթական հաստատությունների մասին է խոսքը, փորձել եք ձեր թիմակիցների հետ հասկանալ այս պատմության մանրամասները, իսկապես եղել է այդպիսի բան, թե չի եղել եւ ինչ է ձեզ հայտնի այս միջադեպից։ Ինձ այդ ինֆորմացիան էլ հայտնի չի, մանրամասներ էլ չեմ փորձել հասկանալ, որովհետև ես դրանով պետքա չզբաղվեմ։ Ես ասում եմ, այնտեղ որտեղ կլինի հիմնավորում, կլինի հետևանք։ Այսինքն ես հիմա բանի ծառայական հետաքննություն չեմ անելու։ Որտեղ կլինի փաստ, կլինի հետևանք։ Եվ էլ եմ ասում երկու կողմից։ Կլինի վարչական ռեսուրս օգտագործել մարդկանց տանելու համար եւ վարչական ռեսուրս օգտագործել մարդկանց արգելելու համար։ Երկու դեպքում էլ կլինի հետևանք, որովհետեւ քաղաքացին ի վերջո ազատ է։ Ցանկացած մարդ ունի ազատության պետական պաշտոնյաները օրենքով սահմանված կարգում, որոշակի ժամերի, որտեղ կարող են եւ գնալ մասնակցել ինչ որ միջոցառումների։ Ես նկատի ունեմ շատ հստակ է իմ դիրքորոշումը։ Տեղեկություն ընդհանրապես չունեմ ձեր նշած ցեղասպանության թանգարանի հետ կապված ոչ մի բանի մասին, առաջի անգամ եմ լսում ընդհանրապես։ Վարչաբենդի ելույթի հետ կապված ես մեր Գյումրիի ելույթը լսել եմ նորից, ես կարծում եմ, որ մենք դեռ հələ պիտի աճենք այդպիսի բեմերից ելույթ ունենալու համար, ինչ վերաբերում է թրիփին, տրամաբանությունն է, ենթադրենք, եկեք հասկանանք, որ պետքա երկաթուղի անցնի, պետքա հստակ լինի սահմանը որտեղ է, որն է Հայաստանի պատասխանատվության գոտին եւ որն է Հայաստանը, այսինքն գիծը որտեղ է անցնում, որովհետեւ ենթակառուցվածք պետքա կառուցվի, չէ՞։ Ասենք ենթադրենք Հայաստանի մաքսատունը կառուցվի կամ հակառակը, դա ո՞նց կլինի, պետքա հստակ գծվի, դա տեխնիկական խնդիր է, դա ընդհանուր սահմանազատման process-ը չի պայմանավորում, դա պայմանավորում է նախագծի իրականացումը։ Փաստաթղթերի հետ կապված ամենայն հարգանքով, բայց այդ փաստաթղթերը իրանք վարչապետի մակարդակի փաստաթղթեր չեն, ես այդ փաստաթղթերի հետ չեմ առնչվում ընդհանրապես, դրանք աշխատանքային, ես վավերացումը օրինակի համար բերեցի, որովհետև երբ որ կա միջազգային փաստաթուղթ, ինքը կարա ստորագրվի, բայց եթե ինքը վավերացվող փաստաթուղթ է, մինչև չվավերացվի, ինքը դեռ ուժ չունի, բայց այս դեպքում աշխատանքային փաստաթուղթը ես նույնիսկ ենթադրում եմ, չեմ իմ մտքով չի անցել այդպիսի հարց, որովհետև ելեմ, ես այդ նախագծերի մասին տեղյակ եմ, բայց ես այդ նախագծերը անկեղծ ասեմ, մանրամասները չգիտեմ, իրանց հաստատման ընթացակարգերը չգիտեմ, որովհետև դրանք քաղաքական մակարդակի փաստաթղթեր չեն,
Դրանք տեխնիկական մակարդակի փաստաթղթեր են, որովհետև դրանք նրա մասին են, թե գետնի վրա, երբ որ այդ սպիտակ սյունը, որ պետքա դնենք, ինչ տրամաբանություն, ինչ պարամետրեր պետքա ունենա, ոնց, այսինքն շատ տեխնիկական հարց է։ Ինչպես ես այսօր, եթե ինձ կարող է, ես Հայաստանի Հանրապետության վարչապետ եմ, բայց կարող է հարց լինի, թե ինչպես է Հայաստանի Հանրապետության սահմանապահը իր ծառայությունը իրականացնում, ոնց է քայլում, ինչ տրամաբանությամբ, ինչը ես կարող եմ դա չիմանալ, որովհետև դա իմ օրակարգի հարց չի, վարչապետի օրակարգի հարց չի։ Այսինքն ինչ որ պետք է, որ ես ամբողջական տիրապետ եմ, ես ամբողջական տիրապետում եմ, բայց ուղղակի դա վերաբերվում էր երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգին, որը տող, ստորակետ, կարդացվել է, վերլուծվել է անգամներով, բայց հիմա արդեն դա աշխատանքային մակարդակի փաստաթղթեր են եւ դրանք քաղաքական բարձր մակարդակը ընդհանուր տեղեկատվության տեսքով է առնչվում այդ թեմայի հետ։ Մենք մանրամասների մեջ մտնենք, որտեղ այդտեղ տերմիններ կան, մենք ուզենա ընկել շատ տերմինաբանություն կա, այսինքն մենք կուրսեր պետք է անցնենք, որ իմանանք այդ ինչ է գրած մեջը, որովհետև երկու երկրների քարտեզագետներն են դրա վրա աշխատում, գեոդեզիստներն են դրա վրա աշխատում, դա փորձագիտական մակարդակի շատ կարևոր, բայց այնուամենայնիվ այդ մակարդակի թղթեր են։ Շնորհակալ եմ։